Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան թեմում առաջնորդ Տեր Մեսրոպ եպիսկոպոս Պարսամյանի առաջնորդությամբ գումարվել են տարեկան հոգևորականաց համաժողովը եւ 123-րդ թեմական պատգամավորական ժողովը։ Հոգևորականաց համաժողովը սկսվել է Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսի հայրապետական պատգամով եւ Մայրաթոր Սուրբ Էջմիածնից ժամանած հոգևորականների Տեր Պողոս Վարդապետ Վարդանյանի եւ Տեր Զարեհ Քահանա Աշուրյանի զեկույցներով։ Մեսրոպ Սրբազանը թեմի հոգևորականաց դասին հորդորել է անձնվեր ծառայել Հիսուս Քրիստոսի Սուրբ Եկեղեցուն եւ նորոգել ուխտը Մայրաթորի հետ։ Նիստերն ընթացել են բաց երկխոսության եւ համագործակցության մթնոլորտում։ Թեմի հոգևորականները քննարկել են անցնող տարվա ձեռքբերումները, ծխական կյանքի դժվարություններն ու հայրենիքի առջև ծառացած մարտահրավերները։ Համաժողովն ավարտվել է Սուրբ Պատարագով, Նորաոց, Սուրբ Հրեշտակապետած, Սուրբ Գաբրիել եւ Սուրբ Միքայել եկեղեցում։ 123-րդ տարեկան թեմական պատգամավորական ժողովին մասնակցել են տարբեր ծխերից ժամանած պատգամավորներ ու հոգևորականներ։ Հայրապետի ուղերձից հետո ներկայացվել են զեկույցներ թեմական խորհրդի առաքելությանց գրասենյակի, թեմական մարմինների ու համաժողովների կատարած աշխատանքների վերաբերյալ։ Քննարկումներ եւ անդրադարձ է եղել եկեղեցու առաքելությանը եւ եկեղեցու առջև ծառացած արտի մարտահրավերներին։ Մեսրոպ Սրբազանի նախաձեռնությամբ ժողովի օրակարգի մաս է կազմել 700 անտունների համար սոցօգնության ծրագիրը։ Հոգևորականներն ու պատգամավորները միասին ավելի քան 700 սննդապարկ են պատրաստել տեղական ապաստարաններին ու բարեգործական կազմակերպություններին տրամադրելու համար։ Ուրբաթ օրը երեկոյան ժողովականները մասնակցել են հանդիսավոր միջոցառմանը նշելու անցնող տարվա ձեռքբերումները։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արևելյան թեմի տարվա հայ եւ հայ ժողովրդի բարեկամ պարգևներ են շնորհվել Ջեյմս Գալուստյանին եւ Տեր Հովանես Վարդապետ Դելեյնին։ Մեսրոպ Սրբազանն իր խորին շնորհակալությունն է հայտնել Տեր Վարդ Քահանա Գյոզալյանին եւ Սուրբ Հրեշտակապետած եկեղեցու ողջ համայնքին ջերմ հյուրընկալության, նվիրված ծառայության եւ անխոնջ ջանքերի համար։